Սևան համայնքում շարունակվում են անցկացվել Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներ։ Հունիսի 6-ին Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում ցուցադրվեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» էկոներկայացումը։ Ներկայացման գաղափարի հեղինակն ու ռեժիսորը Հերմինե Անդրիկյանն է, նկարիչը, քանդակագործն ու դեկորատորը ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանն է։ Ներկայացման երգերը հատուկ պատվիրված են, որոնք հեղինակել են կոմպոզիտոր Աննա Հակոբյանյանը, գրող Հրաչ Բեգլարյանը, գործիքավորող Վահան Նահապետյանը։ Սևանի տիկնիկային թատրոնի մասնակիցները նոր շունչ ու գույն էին հաղորդել «Փոքրիկ իշխանին», այն համեմելով բնապահպանական շեշտադրումներով, մեր մոլորակը մաքուր ու ավելի լավը դարձնելու սցենարային լուծումներով։ Մուտքն էլ, ինչպես ազդարարվել էր սկզբում, մեկ վարդով էր, որը ևս խորհրդանշական էր։ Հայտնի են Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված արդար և մրցունակ կանաչ անցման խթանում խորագրով նկարչական աշխատանքների մրցույթի հաղթողները։ Հայտարարված մրցույթի շրջանակներում Սևանի համայնքապետարանը ստացել է շուրջ 2 տասնյակ նկարչական թեմատիկ աշխատանքներ։ Ներկայացված աշխատանքներից լավագույնն են ճանաչվել Լիլիթ Ղարիբյանի, Լաուրա Թովմասյանի, Սոնա Բադալյանի և Միշել Գրիգորյանի աշխատանքները, որոնք կներկայացվեն ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Սևանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումների հերթական հասցեն Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրն էր, որտեղ հունիսի 7-ին կազմակերպվել էր «Էկոարշավ. ճանաչենք մեր բնաշխարհը և պահպանենք այն» խորագրով։ Իրականացվող արշավին ընդառաջ Ծովագյուղ բնակավայրում գործող երիտասարդական կենտրոնում կազմակերպվել էր իրազեկման հանդիպում արշավների ժամանակ անվտանգության, հանդերձանքի և հարակից հարցերի վերաբերյալ։ Ծովեմ կենտրոնի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպված էկոարշավի մասնակիցները ոչ միայն հաղթահարեցին մոտակա լեռնային արահետները, վայելելով բնությունն ու մաքուր օդը, այլև իրականացրին մաքրման աշխատանքներ, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք արտահայտելով։ Այս նախաձեռնությունը հիանալի օրինակ է բնաշխարհը ճանաչելու, պահպանելու, ինչպես նաև ակտիվ հանգիստը համատեղելու բնության նկատմամբ պատասխանատվության դրսևորմամբ։ Հունիսի 10-ին Ծովագյուղ բնակավայրի Ծովեմ բնական հողօգտագործության, էներգոարդյունավետության և գյուղական տուրիզմի նորարարական դպրոց երիտասարդական կենտրոնում անցկացվեց հանդիպում-քննարկում «Նորարարական լուծումներ կանաչ անցման շրջանակներում» թեմայով, որտեղ երիտասարդների կողմից առաջ քաշվեցին կայուն էներգիայի օգտագործման նոր ու հետաքրքիր գաղափարներ, կարևորելով շրջանաձև տնտեսության դերը արդի ժամանակաշրջանում։ Մասնակիցները քննարկեցին նաև շրջակա միջավայրի հիմնախնդիրներ և թափոնների կառավարման լավագույն փորձեր։ Եկող շաբաթ Սևանի համայնքապետարանում կամփոփեն կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները և երեխաների ու երիտասարդների համար հայտարարված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական աշխատանքների, 5 քայլ դեպի էներգախնայողություն և «Իմ կանաչ քաղաքը» խորագրերով կարճ տեսահոլովակների նկարահանման, «Կանաչ աշխարհ» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթների արդյունքները։ Լավագույնը ճանաչված աշխատանքները կուղարկվեն Հայաստանի համայնքների միություն ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել էին Եվրամիության կայուն էներգիայի օրերը, որոնք այս տարի անցկացվում են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով։ Սևան համայնքը 2020 թվականից միացել է կայուն էներգիայի շաբաթվան Եվրահանձնաժողովի քաղաքապետերի դաշնագիր «Արևելք» ծրագրի ներքո։ Համայնքում կազմակերպվում են կայուն էներգիայի շաբաթվան նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ, նախաձեռնություններ, պարապմունքներ, մրցույթներ, իրազեկման արշավներ, սպորտլանդյաներ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ։ Քաղաքապետերի դաշնագիր «Արևելքը» Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամավոր։